Տաշիրից Մեծավան տանող ճանապարհը երկար տարիներ դժվար անցանելի էր։ Վերջին 4 տարում նորոգման աշխատանքները տարբեր պատճառներով հետաձգվել են։ Ի նշան բողոքի գյուղացիներն անգամ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն էին փակել։ Տարիների սպասումից հետո Մեծավանում կրկին լսվում է շինարարական տեխնիկայի աղմուկը։ 8,5 կիլոմետր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով։ Ծրագրի արժեքը 1 միլիարդ 100 միլիոն դրամ է։ Նախորդ հանդիպման ժամանակ խոստացա, որ ճանապարհաշինական աշխատանքները կմեկնարկեն եւ ծրագրերին վերջ կտանք եւ հենց այդպես էլ կա։ Այն հատվածը, որը նախատեսված է 2026 թվականի առաջին կիսամյակում պետք է արվի, այնտեղ փոխհալեցման աշխատանքներ են արվել ժամանակավոր, որպեսզի քաղաքացիները, մեքենաները ավելի քիչ վնասեն, մինչև ընդհանուր աշխատանքները կավարտեն։ Այստեղ ընթացիկ տեխնիկական խնդիրներ են առաջացել, ճանապարհաշինարի հետ ենք քննարկում, ուզում եմ գծել, որ ճանապարհային դեպարտամենտը եւ Լոռու մարզպետի աշխատակազմը անընդհատ վերահսկողության տակ ներկայացնում։ Ճանապարհի հիմնանորոգումն իրականացվելու է 2 փուլով։ Այս տարի նախատեսված է ասֆալտապատել 4,8 կիլոմետր հատվածը։ Կատարել ենք 2,3 կիլոմետր ներքին շերտի տեղադրում, ասֆալտը արդեն տեղադրված է։ Դրանից հետո կատարվում է լիսկի գործընթացը, որը ճամփեն բարձրանալու է նիշը։ Նաև կատարում ենք ավազակոպչի տեղադրում եւ 40-70 շիբինի տեղադրում։ Մինչև այդ անել է 3 տարի մենք վառե թափել ենք յուղացիներով։ Նա հիվանդ կարանք տանենք, նա սկորի է գալիս մեր գյուղ։ Նա էլ մենք կարանք ինչ որ մարդկանց տանենք գործի, որ մի կտոր հաց աշխատեն, փող մի կապել։ Չկա, այդպես բան չկա։ Այդպես դաժան ճանապարհ չկա, այն էլ էս մեծ գյուղի։ Շինարարության ավարտին մեծավանցիներն անհամբերությամբ են սպասում։ Տեխնիկայի աղմուկը ոչ թե խանգարում, այլ ոգևորում է։ Վատ ճանապարհ ունենալուց լավ է, ասում են բնակիչները, հույսով, որ անհարմարությունները շուտով անցյալում կմնան։ Սերինե Սերոբյան, լուրերի համար։